Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ, երբ որ արձագանքում եք ձեր առաջարկներով, ձեր խորհուրդներով, օգնում եք, որ մեր հաղորդումները դառնան ել ավելի բովանդականից։ Ես կամաց արդեն ել ավելի եմ համոզվում, որ այս հաղորդումները հենց ձեզ համար են եւ ձեր կողմից սպասված։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք մեր կարծիքով կհետաքրքրեն ձեզ, ինչու՞ չէ նաև կլրացնեն ձեր ընտանեկան կերակրացանկը։ Եվ այսպես բարեկամներ, այսօր մի լավ հետաքրքիր ուտեստ ենք պատրաստելու եւ պատրաստելու ենք երկուսով, այսինքն այս ուտեստը, որ մենք ներկայացնելու ենք, պատրաստելու ենք իմ հյուրի հետ։ Իսկ իմ հյուրն է Մհեր Հարությունյանը, ով սովորում է Երևանի 4-րդ արհեստագործական ուսումնարանում։ Ողջույն Մհեր։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Լավ, տրամադրությունը լավ է։ Բարձր։ Մի քիչ հուզվում է դուք սկզբից, հիմա արդեն անցավ հուզվում։ Անցավ հուզվում։ Ինչ ենք պատրաստելու, Մհեր ջան։ Պատրաստելու ենք բանանով ֆլամբե։ Բանանով ֆլամբե։ Այո։ Լավ, մենք ֆլամբեին ասում ենք ահրույք կամ հրահամ տապակ, այսինքն հուր ենք տալիս, չէ՞։ Լավ, ինչ է պետք։ Ունենալու ենք բանան, Բանան, շաքարավազ, այո, մանգոյի հյութ եւ կոնյակ։ մանգոյի հյութ, կոնյակ եւ ամենակարևոր համեմունքը դերել ես քո հետ։ Համոք չկա։ Չկա։ Սերել չկա որ դնես այդ ուտեստի մեջ։ Կա իհարկե։ Վերել ես այդ։ Վերել եմ։ Դե գնացինք։ Ինչպես պիտի պատրաստենք, ինչ ենք անում սկզբի համար։ Սկզբի համար տաքացնում ենք թավան։ Տապակը, Թավան այո։ արդեն տաք է, լցնում ենք 2 գթալ շաքարավազ։ Շատ լավ։ Եվ գնում է կարամելիզացիա, հա։ Այո։ Ինչ արեցի։ Լիմոնի հյութ ենք լցնում։ Կիտրոն ենք քամում վրան, Այո, հա։ կիտրոն ենք քամում վրան։ Հետո լցնում ենք մանգոյի սոկը։ Եվ ինչ Լցնում ենք ենք անում։ գթալը եւ խառնում։ Ահա, խառնային։ Շաքարավազ, կիտրոնի հյութ եւ մանգոյի հյութ։ Այս ամենը պիտի խտանա, թանձրանա։ Հետո Հետո դու փորձել ես այս ուտեստը։ այո, Եվ տունը ինչ ասեցին, միշտ Եվ պատրաստի, բոլորին դուր սիրեցին, եկավ, այո։ ամեն օր պատրաստի ուտենք, հա։ դե չէ, սա այնպեսի բան է, որ ամենօրյա չի կարելի համարել, Մեկ-մեկ հենց մեկ որ առիթից առիթ։ առիթից առիթ ասում են պատրաստի, երբ որ հավերժել են տունը պատրաստել, քեզ են պատվիրում, դու էլ հենց քեզ պատվիրում են, սկսում ես բանանը տապակել։ Դե ոչ միայն բանանը, Լավ։ տարբեր կերակրատեսակներ։ Ապրեստ։ Խմում ենք բանանը, Ահ, ամբողջական պիտի դնես։ այո, ամբողջական կամ կարող ենք մեջտեղից 2 կես անել։ Չէ, եթե ամբողջական ունեմ ասել։ Ես կամ քեզ բռնիչ, որ կարողանաս շրջես։ Եվ սա որպես աղանդ է, հա։ Այո, Շատ։ սա ֆրանսիական խոհանոցից է։ Խեղճ բանանին արդեն չարչարեցինք, չէ։ Այո։ Եվ վերջ կարող ենք համարել պատրաստ։ Վերցնում ենք կոնյակը, լցնում ենք վրան։ Եւ բոց ենք Փորձում ենք բոցավառել։ Բոց հավառեցինք։ Այստեղ տեղի ունենում ալկոհոլի այրում եւ ալկոհոլի համը փոխանցվում է բանանին։ Ալկոհոլի համն է փոխանցում, թե կոնյակի բույրը։ Կոնյակի բույրը առանց ալկոհոլի։ Ահա։ Մարդ ինքը իր ձեռքով ալկոհոլը վառի, պատկերացնում ես։ Ինչ ենք անելու հիմա։ Հիմա մատուցել ենք։ Ասե, Այստեղ դեռ ալկոհոլի Ալկոհոլ կա, չէ՞։ Սպասենք մինչև վերջանա։ Հարգելի հեռուստադիտողներ, արդեն պատրաստ է եւ խնդրեմ մատուցի արդեն ինչպես ես մատուցելու։ Նախ բանանն ենք վերցնում։ Եվ վրան լցնում ենք հյութը։
Ահա, ես նորից հիշեցնեմ, թե ինչ կատարվեց, տաք տապակի մեջ շաքարավազը մի քիչ հալեցինք, կարամելացրինք, այսպես ասած, ավելացրինք կիտրոնի հյութ եւ մանգոյի հյութ։ Մի քիչ թանձրանալուց հետո դրեցինք բանանը եւ կամած բանան այդ հյութի մեջ տապակեցինք եւ շոկեցինք այդ հյութի մեջ, հետո ավելացրեցինք կոնյակը։ Կոնյակը վառեցինք, հուր տվեցինք եւ ստացվեց ֆլամբե ահրույք կամ հրահամ տապակա։ Լավ, դու ինչ առաջարկում ես մեր հեռուստադիտողներին, ինչ կուզենաս։ Առաջարկում եմ համտեսել։ Առաջարկում ես համտեսել։ Այո, ցավոք մեր հեռուստադիտողները չեն կարող համտեսել։ Բայց իրենց տունը կարող են։ Իրենց տունը կարող են պատրաստել եւ համտեսել։ Ահա։ Հարգելի հեռուստադիտողներ, պատրաստենք մեր տներում եւ համտեսենք այսպիսի ուտեստներ 1-1, չէ՞, թե 1-1։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մհերին, որ այս հիանալի ուտեստը, այո, իրականում սա որպես աղանդեր կարող է ծառայել որպես աղանդեր եւ շատ լավ ուտեստ է։ Եվ ցանկանանք, որ ինքը շարունակի ուսումնասիրել, բայց արդեն ուսումնասիրի, սկսի ուսումնասիրել նաեւ հայկական խոհանոցը։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել եք այսքանը, կարծում եմ օրը ստացվեց եւ կարծում եմ մի լավ աղանդեր կարող է համալրել մեր ընտանեկան կերակրացանկը։ Ուզում եմ, որ մենք միշտ հանդիպենք եւ այդ հանդիպումները լինեն արդյունավետ, իսկ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամ։ Բանանով ահրույք, բանան 1 հատ, շաքարավազ 2 ճաշի գտալ, մանգոյի հյութ 100 գրամ, կոնյակ 50 գրամ, կես կիտրոնի հյութ։ Բարյախորժակ։